Իրանի դեմ պատերազմի ավարտը անորոշ է, փորձագետների գնահատականով պատերազմը մերձավոր արևելքում կարող է երկար տևել։ Պարսից ծոցի տարածաշրջանի նավթարդյունահանող ընկերությունների, նավթավերամշակման ընկերությունների պայստավորման մաքսիմում հնարավորությունը 25 օրվա է, եւ եթե Հորմուզի նեղուցով նավթ բեռնափոխադրող նավերը չեն կարողանում անցնել կամ անվտանգային նկատառումներով իրենք չեն անցնում, ապա այդ արտադրվող նավթի, արդյունահանվող նավթի պաշարների կուտակումը լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Եվ այս ժամանակացույցը 20-25 օրվա պաշարների տեղավորման, պայստավորման նույնպես համընկնում է Միացյալ Նահանգների նախագահի նշած այդ 4-5 շաբաթներին։ Սակայն ռազմական սցենարը կարող է զարգանալ անսպասելի, ինչպես որ անսպասելի հուշկու էր Իրանի հակահարվածը ծոցի մեկ տասնյակից ավելի թիրախներին։ Կարծում եմ որոշակի անակնկալ կար, այդ թվում ինձ համար, թե որքան ագրեսիվ է Իրանը հարվածում Պարսից ծոցի երկրներում գտնվող ԱՄՆ անձնակազմին եւ ակտիվներին, նաեւ այդ երկրներում քաղաքացիական ենթակառուցվածքներին ու օբյեկտներին։ Եթե դրան գումարենք նավթի շուկայի ճնշումները եւ նավթի գների կտրուկ աճը, իրավիճակը դառնում է շատ ավելի բարդ։ Պատերազմի առաջին օրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ կողմերը հակված են վճռորոշ ճակատամարտի, եզրակացնում են փորձագետները։ Պատերազմն այլևս միայն Իրանի միջուկային ու հրթիռային ծրագրերի մասին չէ։ ԱՄՆ-ն ունի որոշում գնալու ավելի լայնածավալ պատերազմի, բաց վերջնարդյունքով։ Իրանի վարչակարգը իսկապես զգում է, որ իր գոյությունը վտանգի տակ է։ Իրանի նպատակը հնարավորինս մեծ ճնշում ստեղծելն է, եւ այդ պատճառով էլ անակնկալ չի լինի, եթե առաջիկա օրերին կամ շաբաթներին Իրանը իրականացնի ասիմետրիկ հարձակումներ, այդ թվում Եվրոպայում։ Իրանի նպատակը այժմ ժամանակ շահելն է, հակամարտությունը հնարավորինս երկարաձգելը եւ ԱՄՆ-ին ու Իսրայելին հնարավորինս մեծ կորուստներ պատճառելը, հույսով, որ այդ ամենը բավարար ճնշում կձևավորի, որպեսզի ԱՄՆ ստիպված լինի ավարտել պատերազմը։ Իրանի հրթիռային հարձակումները քիչ վնաս չեն պատճառել ծոցի երկրներում Միացյալ Նահանգների ներկայությանը, քաղաքական առումով ամենազգայուն հարվածը մինչդեռ կրել է Իրանը։ Խամենեիի սպանությունը խորհրդանշական էր եւ չափազանց կարեւոր։ Ի դեպ հենց իսրայելական կողմն է ակտիվորեն մղել այդ քայլին, հավատալով, որ գերագույն առաջնորդի սպանությամբ նաեւ փակվում է ամբողջ տարաշրջան։ Սակայն հաշվարկները, թե այդ քայլը կարող էր ներքին ապակայունացում առաջացնել եւ զանգվածային բողոքների հանգեցնել, առայժմ չեն իրականացել։ Փորձագետի խոսքով հավանական է, որ Իրանի ռազմական ղեկավարությունը նախապես մշակել էր կառավարման ապակենտրոնացման ռազմավարություն։ Մեկ անձից կախված չի զինված ուժերի կառավարումը, եւ դա կարող է ենթադրել մի վիճակ, որը կարող է հնարավորություն տալ Իրանին պատերազմը երկարաձգելու։ Այնուամենայնիվ կառավարման տեսանկյունից։ Իրանում սպանված գերագույն հոգևոր առաջնորդի պարտականությունը այժմ կատարում են երկրի նախագահը, դատական իշխանության ղեկավարը եւ Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկը, մինչեւ որ 88 անդամից բաղկացած փորձագետների խորհուրդը կարողանա ընտրել հոգևոր նոր առաջնորդի։ Առայժմ սակայն Իրանում թեկնածուների անունները գաղտնի են պահվում։ Հանրային դաշտում շրջանառվող անունները կարող են ընդհանրապես չհամընկնել իրական որոշման հետ։ Կարծում եմ այդ որոշումը կարող էր կայացվել ամիսներ առաջ հունիսյան պատերազմի հետևանքով։ Շատ դժվար է որևէ կանխատեսում անել, եւ նրանք միտումնավոր այնպես են արել, որ այդ թեմայով որևէ տեղեկատվության արտահոսք չլինի։ Չնայած բարձրագույն ղեկավարի բացակայությանը, Իրանը շարունակում է գործել որպես պետական ամբողջություն, ինչը փորձագետներին հիմք է տալիս եզրակացնելու, որ Իրանը այս պատերազմին երկար է պատրաստվել։ Միաժամանակ դիտարկվում է նաև տարածաշրջանային կոալիցիայի ձևավորման հնարավորությունը Իրանի դեմ։ Այդպիսի հավանական երկրներ կարելի է դիտարկել Արաբական Միացյալ Էմիրություններին, որոնք Իրանի հետ ունեն կղզիների հետ կապված խնդիրներ Պարսից ծոցում։ Սաուդյան Արաբիան, որը երկար ժամանակ Իրանի հետ ունեցել է կոնֆլիկտներ եւ վերջին շրջանում էին կարգավորվել միայն այդ հարաբերությունները։ Այնուամենայնիվ գուցե փորձարվի նվազագույնը պատերազմը, այսինքն շարունակելու համար, Իրանի վրա ռազմական ճնշումը շարունակելու համար փորձարվի նաեւ այս ռազմավարությունը իրականացնել
Իրանի դեմ։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն իր քաղաքացիներին կոչ է արել լքել այն երկրները, որտեղ անվտանգության ռիսկերը բարձր են։ Այդ ցուցակում չեն Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը։ Փորձագիտական գնահատմամբ առնվազն այս պահին Հարավային Կովկասում լայնածավալ ռազմական էսկալացիայի անմիջական ռիսկեր չեն դիտարկվում։ Այնուամենայնիվ, վերլուծաբանները նշում են, որ իրավիճակը շարունակում է մնալ դինամիկ եւ տարածաշրջանի անվտանգային միջավայրը մեծապես կախված է Մերձավոր Արևելքում զարգացումների ընթացքից։ Վոլոդիա Մուշեղյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։